Հռոմի Պապ Լեո 14-րդը իբրև առաջին արտասահմանյան այցի երկիր ընտրել է Թուրքիան, որտեղ պաշտոնական այցով է նոյեմբերի 27-ից 30-ը։ Հռոմի Պապի կարգավիճակը հուշում է, որ Պապերի ցանկացած այց արտերկիր կրում է երկու բաղադրիչ՝ քաղաքական, որպես Վատիկան պետության ղեկավարի, եւ հոգեվոր, իբրև կաթոլիկ աշխարհի հովապետի։ Թուրքիայում Հռոմի Պապի այցը դիտարկում են աշխարհում Թուրքիայի ռազմավարական դերի կարևորության համատեքստում, իսկ թերթերը հաղորդում են, թե Հռոմի Պապը Անկարային համաշխարհային գործընթացներում միջնորդի դեր է վերապահել։ Հռոմի Պապի այցի բուն նպատակը ուխտագնացությունն է Իզնիկ քաղաք, որը հնում հայտնի էր Նիկեի անունով։ Այս տարի լեռանում է 325 թվականի Նիկեի տիեզերական ժողովի 1700-ամյակը, հիշարժան իրադարձություն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Հռոմի Կոստանդինոս կայսեր հովանավորությամբ տեղի ունեցած առաջին տիեզերական ժողովը գլխավորապես սահմանում էր քրիստոնեական դավանաբանական հիմքերը։ Նիկեի ժողովին մասնակցել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Պատմական Նիկեա քաղաք այցելությունը հանգուցյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի նպատակն էր։ Այժմ այն իրականացնում է Հռոմի նոր Պապը։ Թուրքիայի եւ Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960-ին, որից հետո չհաշված ներկա այցը 4 տարբեր Հռոմի Պապեր են մեկնել Թուրքիա։ Լեո 14-րդը Թուրքիայից հետո մեկնելու է Լիբանան։